Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2025 թվականի հունվար-մարտ ամիսների Հայաստանի Հանրապետության բանկային համակարգում դրամարկղային շրջանառության տվյալները։ Մուտքերը վերոնշյալ ժամանակահատվածում կազմել են 2 տրիլիոն 623 միլիարդ դրամ, ինչը 2024 թվականի համադրելի ցուցանիշից պակաս է 5.6%-ով։ Ելքերը 2024-ի համադրելի ցուցանիշի համեմատ նվազել են 5.4%-ով եւ կազմել 2 տրիլիոն 644 միլիարդ դրամ, ելքերը գերազանցել են մուտքերը 26 միլիարդով։ 2025-ի հունվար-մարտ ամիսներին Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում հասույթը կազմել է 40 միլիարդ 736.2 միլիոն դրամ։ Մասնավորապես ռադիոծրագրերի կազմման եւ հեռարձակման ոլորտում գրանցվել է անկում 27%-ով եւ հասույթը կազմել է 397 միլիոն դրամ։ Հեռուստածրագրերի կազմման եւ հեռարձակման ոլորտում հասույթը նվազել է 8.5%-ով եւ կազմել 2 միլիարդ 280 միլիոն դրամ։ Տվյալները փոխանցում էր Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեն։ Չինաստանից Հայաստան նոր միջազգային մուլտիմոդալ երթուղին կգործարկվի 2025 թվականի հունիսի սկզբին, այս մասին Սպուտնիկ Արմենիային հայտնել է Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Կարեն Իվանովը։ Այդ ճանապարհով ապրանքները Չինաստանից Հայաստան կհասնեն 25 օրում։ Այդ երթուղին ավելի թանկ է, քան ծովային փոխադրումները, սակայն ավելի էժան է, քան ավտոմոբիլային փոխադրումները, նշել է Իվանովը։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթեր Հայրապետյանը Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար արտակարգ եւ լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետ այցելել է ինժեներական քաղաք։ Դեսպանը ծանոթացել է առկա ենթակառուցվածքներին, ինժեներական քաղաքում նախատեսվող բարձր տեխնոլոգիական աքսելերատորի, ազգային գերհամակարգչային կենտրոնի, ինչպես նաեւ արդեն իսկ գործող ընկերությունների գործունեությանն ու արտադրանքին, կիսվել իր տպավորություններով։ Եվրամիության անդամ երկրները կսկսեն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ նախապատրաստել, եթե Մոսկվան մինչև օրվա վերջ չհամաձայնի հրադադարի։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախորդին հայտարարել է, որ պատրաստ է անձամբ հանդիպել Վլադիմիր Պուտինին Թուրքիայում մայիսի 15-ին, բայց մինչ այդ Մոսկվան պետք է համաձայնի երկարաժամկետ հրադադարին։ Եթե Ռուսաստանի դեմ կիրառվեն կործանարար պատժամիջոցներ, Մոսկվան դիվերսիֆիկացնելու է այն ապրանքների մատակարարումները, որոնք կհայտնվեն սահմանափակումների ազդեցության տակ։ Այս մասին հայտնել են երկրի ֆինանսների նախարարությունից, տեղեկացնելով, որ ամերիկացի սենատորների նախաձեռնությունը ռուսական ապրանքների վրա 500% մաքսատուրքեր սահմանելու վերաբերյալ հակասում է այն պետությունների շահերին, որոնք պլանավորում են համագործակցել Ռուսաստանի հետ։ Ներկայումս Ռուսաստանը արտահանում է այն ապրանքները, որոնք չեն ենթարկվել պատժամիջոցների։ Հիմնական ազգային բորսայական ինդեքսները վերականգնվել են ապրիլյան անկումից հետո, ինչը պայմանավորված էր Դոնալդ Թրամփի կողմից մաքսատուրքեր մտցնելով։ Վերականգնումը տեղի է ունենում այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները եւ Չինաստանը Ժնևում մայիսի 10-11-ին բանակցությունների արդյունքում պայմանավորվել են փոխադարձաբար 90 օրով իջեցնել մաքսատուրքերը, որոնց ընթացքում կողմերը կշարունակեն բանակցությունները առևտրային քաղաքականության տարընթերցումները հարթելու համար։ Եվրոպական հանձնաժողովը շուրջ 339 միլիոն եվրո է ծախսել պայմանագրերի վրա այն ընկերությունների հետ, որոնք կապված են Իլոն Մասկին։ Եվրոպական տիեզերական գործակալությունը 2024-ին 180 միլիոն եվրո է հատկացրել Մասկին պատկանող SpaceX ընկերության հետ պայմանագրերի համար, արբանյակների արձակման նպատակով եվրոպական գլոբալ նավիգացիոն համակարգը բարելավելու համար։ 158 միլիոն եվրո էլ ուղղվել է Տեսլայի հետ պայմանավորվածությունների կնքմանը, էլեկտրամոբիլների լիցքավորման կայան կառուցումը Եվրոպայում ապահովելու համար։ Հակակոռուպցիոն կոմիտեում 2024 թվականին քննվել է 465-ով ավելի շատ վարույթ, քան 2023 թվականին։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն է ազգային ժողովում ամփոփում կոմիտեի նախորդ տարվա գործունեությունը։ 2024 թվականին նախորդ տարվա համեմատությամբ ավարտված վարույթների թիվն աճել է 313-ով, 2023 թվականին ավարտվել է 536 վարույթ։ Այսինքն 2023 թվականի համեմատությամբ 2024 թվականի ընթացքում քննված վարույթների թիվն աճել է 25.5%-ով, իսկ ավարտված վարույթների թիվը 58.4%-ով։
Ընդհանուր առմամբ նախորդ տարի հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների վարույթում քննվել է 2289 քրեական վարույթ, որոնցից ավարտվել է 849։ Ավարտված վարույթներից 167-ը 374 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ 682 վարույթ կարճվել է։ Դատարան ուղարկված քրեական վարույթները ըստ հանցագործությունների բնույթի եղել են ընտրությունների հետ կապված հանցագործություններ 1 վարույթ, 1 անձի վերաբերյալ հափշտակություններ 25 վարույթ, 47 անձի վերաբերյալ տնտեսական հանցագործություններ 1 վարույթ, 2 անձի վերաբերյալ եւ այլ հանցագործություններ։ 2024 թվականի ընթացքում ավարտված, այսինքն դատարան ուղարկված եւ կարճված քրեական վարույթներով պատճառված գույքային վնասի ընդհանուր չափը կազմել է 4 միլիարդ 468 միլիոն 232 հազար 720 դրամ, որից պետությանը պատճառված վնաս 3 միլիարդ 802 միլիոն 132 հազար 612 դրամ։ Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 477 միլիոն 556 հազար 413 դրամը։ Ավելի քան 275 միլիոն դրամ արժողությամբ գույքի եւ դրամական միջոցների վրա էլ արգելանք է դրվել։ Նահապետյանի խոսքով 2023-ին քննիչների հաստիկները կրկնապատկվել են, ինչը հնարավորություն է տվել նվազեցնել շարունակվող ծանրաբեռնվածությունը։ Նրա խոսքով, եթե համալրեն առկա մոտ 11 թափուր հաստիկները, ծանրաբեռնվածության առումով ավելի լավ իրավիճակում կհայտնվեն։ Հայաստանը Տաթևի վանքն ու Որոտանի կիրճը ներկայացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկելու համար։ Խոսքը ոչ միայն պատմական ժառանգության, այլ ազգային ինքնության պահպանման մասին է։ Տաթևը եւ Որոտանի կիրճը ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում են 1995 թվականից, սակայն գիտնականների, ճարտարապետների, պետական եւ հասարակական կազմակերպությունների համատեղ ջանքերը թույլ կտան նոր դինամիկա հաղորդել գործընթացին։